Գլխավոր դատախազը մեր հարցերին չպատասխանելով հանդերձ նաև մեղադրանքներ է ներկայացրել, այսօր էլ երեկ էլ խորհրդարանում հնչել են որ պաշտպանները անիմաստ միջնորդություններով ձգձգում են դատական պրոցեսին։ Հիմա ես հարց ունեմ ձեզ։ Մենք ենք դատական պրոցեսը ձգձգել։ Բացի նրանից, որ վիրավորական է հնչել թե պաշտպանների, թե մեր հասցեին, նաև ես կարծում եմ վիրավորանքը դատարանի հասցեին, որ դուք անիմաստ միջնորդությունների տեղ եք տալիս։ Միգուցե հեղում են արել դատախազների ասածներին, որ ասենք մի քանի նիստ շարունակ նույն տեքստը կարդացել են։ Միգուցե դա են նկատում, չգիտեմ։ Բայց վերագրել են մեզ, ասելով, որ պաշտպանները գլխավոր դատախազն է ասել, այսօր խորհրդարանում մի ճոխաշրթունք իշխանուհի է ասել, որ մենք անիմաստ միջնորդություններով դատական պրոցեսը ձգձգում ենք։ Այդպես է։ Չէ, հարց եմ տալիս, պատվարժան դատարան։ Չէ, հարցին չեմ պատասխանում։ Չեք պատասխանում, որովհետև այդպես չի։ Ես ուզում եմ արձանագրել հատկապես լրատվամիջոցներին։ 4 անգամ մեր Արթուր Սարգսյան, Իգոր Սարգսյան, Կարո Օկումուշյան չեն ներկայացել դատարան, որովհետև պատշաճ կերպով չեն ապահովել իրենց ուղեկցությունը։ Չեն բերել, ուղղակի հետաձգվել են դատերը։ Մեր պաշտպանները 5-6 հոգու պաշտպանություն են հանձնարարում, որպեսզի դատական գործընթացը չհետաձգվի, մենք կարողանանք հասնել։ Ես անձնապես հայտարարել եմ, որ մենք շահագրգռված ենք, որ արագ գնա պրոցես։ Հիմա գլխավոր դատախազն է հայտարարում եւ պատգամավորներ ինչ-որ անցածն են։ Երկրորդ պատվարժան դատարան, քանի որ ես հնարավորություն չունեմ, երեք խորհրդարանի փոխոսնակ կոչված անձը ասել է, ուղղակի հայտարարել է, ասել է, որ ես տերորիստական ակտ եմ կազմակերպել։ Ուղղակի հայտարարություն արել, որի մասին ինքը պետք է պատասխան տա։ Ես անընդհատ զգուշացնում եմ, ես դատարանում անընդհատ հնչեցնում եմ, որ այս մարդիկ սանձերը թողել են, անմեղության կախարդացներ են խախտում։ Սա անարգանքը նաև ոչ միայն մեր այդ դատարանի հանդեպ։ Եվ այո, պետք է մենք դիմենք ըստ այդմ գործ հարուցելու նորից այս անձի նկատմամբ եւ ես վստահ եմ, համոզված եմ այս անգամ ինքի վախկոտ ընկերների պես չի գնալու դատարան ասի քաղաքական հայտարարություն ունենալ։ Երրորդը, ինչ որ մեկը ինձ անվանում է գար գրկող։ Ասեմ ձեզ, ռադիոգրաֆիայի մեջ, սրբանկարչության մեջ գար գրկողը Քրիստոս է։ Եթե ինքը ինձ անհատում է Հիսուսի հետ եւ պաշտամունքի առարկան փոխել է իր կուռքից անցնելով ինձ, ես մեղա Աստծուն, մեղք եմ գործում եւ հրաժարվում եմ այդ պաշտամունքից։ Բայց ասեմ, գառը Քրիստոսի խորհրդանիշն է։ Եվ ես հպարտ եմ, որ գար գրկող եմ եւ ոչ թե խոս խանձող եւ ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող ասել, ոչ խոս գրկել, ոչ զարավ գրկել, ոչ լանա գրկել, ոչ էլ ուղղ գրկել։ Բայց այն, որ իրենք գտնվում են թուրքերի եւ ադրբեջանցիների գրկում, դա փաստ է։